Աստված մեզ օրհնի, այսպես են վերնագրել խոսքը փախեք կռապաշտությունից, այս արտահայտությունը Պողոս Առաքյալն էր արել, առաջի Կորինթացիս 14 համարն էր, տեսնելով այդ կարևոր պատվերը փախեք կռապաշտությունից շեշտում է Կորինթացիների նամակում Պողոս Առաքյալը։ Ինչ հետևանք է թողում կռապաշտությունը, կարդամ Ելից գրքի 20-րդ գլխից, Ելից գրքի 20-րդ գլխում 10 պատվիրաններն է Տերը տալիս Մովսեսի միջոցով եւ որոշակի այս առաջին պատվիրանի հետ կապված է հենց կռապաշտությունը, որ արգելում է Աստված եւ դրա հետևանքը ինչ կարող է լինել, խոսում է հենց այստեղ 20-րդ գլխի առաջին համարներում։ Երկրորդ համարից կկարդամ մինչև 6-րդ համարը։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի, այսօր կարող է այս խոսքը մեզ համար այսպես հնչել, չէ՞, որ ես քեզ աշխարհի այս ազդեցություններից ազատեցի, եթե Իսրայել ժողովուրդ դու մնայր Եգիպտոսում ստրուկ վիճակում, դու չէիր կարող Աստված պաշտեիր։ Մենք էլ եթե այս աշխարհի ազդեցություններից Աստծո զորությամբ չազատվեինք, մենք էլ չէինք կարող Աստված պաշտել։ Բայց տեսեք, ազատեցի ես քեզ այդ ազդեցություններից եւ պատվիրում է պատվիրանները, 10 պատվիրանները, որից առաջինն եմ կարդում, բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս, քեզ համար կուրք չշինես եւ ոչ վերը երկնքում, կամ ցածը երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկ նմանությունը։ Նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որովհետեւ ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա մինչև նրանց 3-րդ եւ 4-րդ ազգը, որ ատում են ինձ, եւ կողորմեմ նրանց մինչև 1000 ազգը, որ սիրում են ինձ, եւ իմ պատվիրանքները պահում։ Տերը, գիտեք, սուրբ եւ արդար, որովհետեւ մի պատվիրան, որ տալիս է, ոչ թե իր շահի համար, այլ արդարությունը բացահայտելու համար է տալիս։ Այս պատվիրանը նույնպես ցույց է տալիս, որ պաշտամունքը պիտի տրվի Աստծուն երկրպագությունը, դա Աստծուն է պատկանում։ Այս Աստծո իրավունքն է ցույց տալիս այս պատվերը։ Նաև արարվածները պետք է այդ իրավունքը չխախտեն, եթե ոչ անեծք կբերեն իրենց վրա։ Այստեղ ինչ է ասում, եթե մեկը այս պատվիրանը խախտում է, կհատուցանեմ այդ խախտողի հայրերի անօրենությունը նրանց մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը։ Անեծք հետևանք կթողնի այդ անիրավարարքը մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը։ Եվ ուշադրություն եմ դարձրել, երբ որ տարբեր տեղեր շրջել եմ ավետարանի խոսք խոսել, բնականաբար հենց ավետարանի խոսքը խոսելը պատճառ է եղել, որ մարդկանց վիճակը նիստուկած ավելի նրբորեն նկատել, տեսնել, այն տարածքներում, որտեղ շատ կռապաշտություն է տարածված, այդտեղ շատ հոգեկան խախտումներ են տեսել մարդկանց մեջ, վնասներ, զրկանքներ, ասենց ասած լուրջ հետևանք է թողել ժողովրդի վրա, մտավոր դժվարությամբ մտածող մարդիկ, մտավոր հիվանդներ, որ մտածելու կարողությունը փակված է, հետևանքներ շատ։ Ասում է մարդը, որ կռապաշտության հետևեց, կախարդության, կռապաշտության, մենակ իր կյանքը չփչացրեց։ Մենակ իր վրա անեծք չի բերում, նաև իր սերունդի վրա, ժառանգություն է թողում սերունդին, 3-րդ մինչև 4-րդ սերունդը գնում է այս ժառանգությունը, ինչու է փոփոխական, որովհետև
ճանապարհին այդ սերունդներին, որ փոխանցվում են մարդկանց թողած ժառանգությունը, դադարելու հնարավորություն կա։ Եթե այդ ընթացքում այդ սերունդներից մեկը դառնա դեպի Քրիստոս, այդ անեծքը, որ իր պապերից գալիս է, պիտի կանգնի։ Դրա վրա կմտածենք նորից։ Այս մտքի վրա կնայենք, կմտածենք, ուշադրություն դարձրեք, ինձ սիրողներին մինչև 1000-րդ ազգը կոչնեմ, ասում է։ Ողորմած Աստված այս բարի խոստումը, օրհնությունը տալիս է մարդկության համար։ Ինձ սիրողների մինչև 1000-րդ սերունդի վրա օրհնություն կգա։ Աստծուն հավատարիմ մարդը ժառանգություն է թողնում իր սերունդին օրհնություն։ Պատկերացնում եք, ոչ միայն քո համար է Քրիստոս ընդունելը, Աստծուն դառնալը օրհնություն, այլ նաև քո սերունդի համար ժառանգություն ես թողնում։ Փառք Աստծուն այս խոստման համար, բարի է, չէ, ողորմած Աստված, որ եթե մարդը այդ մեծ մեղքը գործում է, կռապաշտության չար, ասենց ասած, ճանապարհի մեջ է գնում, անարգում Աստծուն կռապաշտությամբ, կուրքին ավելի բարձր համարում, քան Աստծուն, բայց էլի ողորմած է Աստված, որ ասում է, մինչև 3-րդ ու 4-րդ սերունդը կգնա անեծք այդ։ Ողորմություն է արդարի համար խոստացված օրհնությունը մինչև 1000-րդ սերունդը կգնա։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է փախեք կռապաշտությունից։ Դա վատ հետևանք է թողնում։ Ես ձեզ ասում եմ Եգիպտոսից հանեցի, ինչպես որ նմանությունն է այսօր ձեզ աշխարհի ազդեցությունից ազատեցի։ Դու սովորական մի մարդու պես չես, որ այստեղ ներկա ես կամ թեկուզ մեկը հեռվից լսում է, սիրտը դարձրել դեպի Աստված, Աստված հնարավորություն է տվել այս աշխարհի ճնշող ազդեցություններից կարողանաս դուրս գաս եւ երկրպագես քո Աստծուն։ Հեթանոսական այս գաղափարներով չգնաս կուրքերին երկրպագելու, եւ անեծք բերես քեզ վրա ու քո սրինդուի վրա։ Պողոս Առաքյալ առաջին Կորինթացիս 10-րդ գլխում 14 համարում ասում է. նրա համար իմ սիրելիներ, փախեք կռապաշտությունից։ Կարդամ 19-ից մինչև 20-ը։ Արդ ինչ ասեմ, միթե կուրքը մի բան է, եւ կամ թե կուրքերի զոհվածները մի բան են, ոչ, մի բան չեն, այսպես ասած, բայց այն, որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում, եւ ոչ թե Աստծուն։ Իսկ ես չեմ կամենում, որ դուք դևերին մասնակից լինեք, չեք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դևերի բաժակը։ Շարունակեմ մինչև 22-ը, 21-22 համարը։ Չեք կարող Տիրոջ սեղանից վայելել եւ դևերի սեղանից, կամ թե Տիրոջը նախանձի գրգռենք, միթե նրանից ավելի զորավոր ենք։ Կարծես են խորամանքներն, իբրև խորամանքներ, եւ ուզում են մեկից օգտվել եւ նրան ումից որ ուզում են օգտվել, նրան հակառակող մյուս անձից էլ օգտվեն կամ ինչ-որ մի խմբից էլ օգտվեն, այդպես չի լինի։ Չես կարող Աստծուց բարիքներ ստանաս, մեկը Աստծուն թշնամություն անող դևերից էլ ուզում բարիքներ ստանաս, դևերից բարիք չկա։ Դևերի տված բարիքը չարիք է։ Նրանց տված բարիքների մեջ խաբկանք կա։ Եթե մի բարիք կա, այնտեղ որսալու ծրագիր կա, ապականելու, փչացնելու, կործանելու, բարիք չկա դևերից։ Եվ եթե մարդը կուրք է պաշտում, ամեն մի կռապաշտության ետևում դև կա կանգնած։ Հետարքիր է, որ մարդիկ իրենք են կառուցում, դիվական, կռապաշտական մի կառույց կամ մի պատկեր, մի արձան, հարազատ մի մարդ, որ պատմում էր իրենց կյանքը, իրենց պապին, իրենց սեփական հողում քարերով սենց իրար վրա դրած, դնում եմ ծածկ վրան դնում, շինություն սարքում, մեջ է ինչ-որ հոգևոր գրքեր դնում եւ պատերին կպցնում մոմեր վառում, ասում է, սա մեր սուրբն է։ Այդ պապին էլ բավական մեծ մարդ, որ արդեն թոռներ ունի։
Այդ ժամանակ հավատացյալ մարդիկ, թեկուզ այդ տարածքում քիչ են եղել, ասել են դա վատ արարքի, մի արեք, անեծք եք բերում ձեզ վրա։ Չէ, ինչ ես էլ Աստծուց։ Աստված ասում է, բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Վերջ, ասված է, պարզ։ Ես Աստծուն էլ կպաշտեմ, իմ Սուրբին էլ կպաշտեմ։ Այդ սուրբ կոչեցյալ պաշտամունքից հետո ինչ է կատարվում։ Թեկուզ ինքը մարդն է սարքել։ Ասես այդտեղ դևը ինչ գործ ունի։ Երբ որ ուզում են մարդիկ օգնել, որ այդ կրապաշտությունը չանի, երազ է տեսնում։ Այ քո արածը հաճելի է ինձ։ Դևն է այցելում, որ հաստատի այդ սխալի մեջ։ Կարծում է, թե այդ երազով սա Աստծուց է ճիշտ է, ավելի է հաստատում կրապաշտության մեջ։ Կորցնում է կնոջը, վաղաժամ մահանում է, քաղցկեղ հիվանդությամբ։ Կարճ ժամանակ հետո 12 տարեկան հասակում իր թոռը քաղցկեղ հիվանդությամբ մահանում է։ Նույն տան մեջ, կարճ ժամանակ տարիներ շատ երկար չանցած իր տղայի ամուսնուքինն է մահանում, նույն հիվանդությամբ։ Անեծք բերեց իր վրա։ Հարցը այդ տեսակ հիվանդությունը չի։ Կարող է այլ ավելի վատ ազդեցություն լինի, քան հիվանդությունը։ Մարդու միտքը կապվում է, չի կարում ավետարանի խոսք հասկանալ։ Դիվական ազդեցություն, որովհետև առաջնորդվեց չարից։ Չնկատեց էլ, որ ինքը չարի կամք կատարեց և համոզեց չար այդ սուտ երազներով էլ իբրև էսի հենց Աստծուց է, հաստատվեց կռապաշտության մեջ և անեծք բերեց իր վրա։ Երբ որ խոսեցի այդ պապիկի հետ, այս սխալ բան ես արել, կուռք ես պաշտել, սա կռապաշտությունը և սրա հետևանքն է, այս զրկանքները, որ դուք քաշում եք, այս անհաջողությունները դրա պատճառով է, ասեց Աստված ինձ ների։ Ուզեց քանդել, զավակները չթողեցին։ Մեր Սուրբն է, այ պապա, այս ինչ ես անում։ Զավակները, ովքեր որ հակառակեցին, դրանց տները մտավ անեծք։ Ովքեր որ ընդունեցին, դրանց վրա եկավ այդ անեծքը։ Շատ զավակներ ուներ, շատ երեխաներ, աղջիկներ շատ ուներ։ Այս մարդը շատ տխրեց, որ ուժը չի պատում, ծերացել է, այդ զավակների խնամքին է ընկած, նրանց ձեռքին է նայում, հիմա ուզում է այդ կուռքը քանդել, չեն թողում։ Խնդրեց Աստված ինձների, ինձ ողորմի, Հիսուսին կանչում էր, որ Տերը իրան ների, ողորմի, փրկություն շնորհի իրան, իր զավակներին ողորմություն անի։ Աստված գիտի ինչպես վերաբերվեց, սակայն լուրջ ծանր հետևանք քաշեց իր սերունդը։ Հարազատների հետ մեկ առ մեկ հանդիպում խոսում էի և իր մեծ աղջիկը ասեց, երբ այդ կուռքը սարքեցին, ինձ երեխա ծնվեց, մեծ երեխաս ծնվեց հոգեկան հիվանդ։ Հետո ինձ հավատացյալներ հանդիպեցին, ասեցին դա է պատճառը, դուք կռապաշտ եք, դուք դևեր եք պաշտում։ Ասում եմ, ես չհասկացա նրանց։ Հիմա որ ասում ես, հասկանում եմ, իրոք դա է պատճառը։ Ես միաբանվեցի հորս, համարեցի իբր էդի մեր Սուրբն է։ Հաճույքի համար չի ասում Աստված, կուռք մի պաշտեք, մի պատկերներ ստեղծեք, կռապաշտություն արեք, քո Տեր Աստծուն միայն երկրպագիր, քո համար է ասում, մեր համար է ասում, մեր փրկության համար է ասում, որ մենք օրհնություն ընդունենք։ Դու չես կարող համ Աստծո սեղանից օգտվել, համ դևերի սեղանից, չես կարող։ Աստծո բարկություն կգա մարդու վրա, եթե ուզում ես համատեղել։ Կամ մի փորձանքի առաջ ես կանգնած, մի դժվարության առաջ, և խնդրում ես Հիսուս ինձ օրհնի, և խնդրում ես ինչ-որ մի կուռքի, փրկիր ինձ այս վիճակից։ Լավ, եթե Աստված քեզ փրկի, ում ես պատիվ տալու, կուռքին, թե Աստծուն, թե երկուսին էլ։ Դու չես իմանալու որ կողմ գնաս, ում հետևես,
Դրա համար Աստված հայտնում է, որ իմանաս ում հետևես, կուրք մի պաշտիր։ Դա անեծքի պատճառ է, եւ այդ անեծքը քո մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը կգա։ Իսկ եթե ինձ սիրես եւ իմ պատվերը պահես, մինչև 1000-րդ սերունդիդ ժառանգություն կթողես օրհնություն։ Եթե նրանք էլ քեզ ընդունեն, հարգեն քեզ, այդ օրհնությունը կընդունեն։ Տերը մեզ օրհնի։ Հենց Գաղատացիս նամակում այսպիսի մի խոսք կա, որ 19-20 համարներում Պողոս Առաքյալը նորից խոսում է այստեղ, հայտնի են մարմնի գործերը, որ է շնություն, բորնոկություն, գիճություն, բղծություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, ուշադրություն եք դարձնում։ Մարդը ինքը իր էությունից դրդված կարող հենց կռապաշտություն եւ կախարդություն հնարել։ Անպայման չէ, որ միայն դևերը մղեն։ Այդ իմ հարազատի կյանքից, որ պարտմեցի, ինքն էր սարքել այդ փոքրիկ կրատունը։ Բայց դևերն էլ օգտվեցին հանգամանքից, երասով, տարբեր ձևերով ներգործեն, որ սա աստվածահաճո է։ Արա, ու փորձանքները հետևեց։ Մարմնի գործերն են կռապաշտություն, կախարդություն։ Ցավալի է, որ հանդիպում են դեպքեր, որ ոչ թե միայն այդպես ինչ-որ մի շինություն են կառուցում մարդիկ կամ ինչ-որ մի արձան, ինչ-որ մի նպատակ են դնում իրենց համար, որ պիտի հասնեն, որ չեն էլ նայում այս նպատակը որքանով է Աստծո ձեռքով, Աստծո կամքի համեմատ, բայց այդ նպատակը այնքան կարևոր իրենց դառնում, որ կուրքի պես է դառնում։ Այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ կարան սովաբերեն։ Դա էլ իր կուրքն է։ Մյուսի կուրքը դառնում է երեխան։ Հանդիպում են դժվարություններ, որ տեսնում ես երեխան հիվանդացել է։ Մարդը չպիտի կորցնի իր հավասարակշռությունը, եթե հավատում է Աստծուն։ Հանձնի Տիրոջը, խնդրում ես, Տեր Աստված, բուժիր, ինձ համար եղավ դա։ Ես որ 1 տարի էլ երևի հազիվ հավատքի մեջ իմ երեխան, որ հիվանդացավ, աղոտ քարեցի չբուժվեց։ Մտածեցի երևի Աստված որոշել է վերցնի։ Ասեցի Տեր Աստված, թող լինի քո կամքը։ Այդ ասելը դժվար էր, ես դա տեսնում էի։ Դա հեշտ մի բան չէր, որ ասել թող լինի քո կամքը, ուզում ես վերցնել, երկնքում ես նրան կտեսնեմ։ Ես գիտեմ, կմտնեմ երկինք, իմ երեխան քո ձեռքերի մեջ եմ հանձնում, այնտեղ կտեսնեմ։ Այս ասելուցս հետո կարճ ժամանակ հետո երեխայիս ետ վերադարձրեց, շունչը տեղը եկավ, առողջացավ, ամեն ինչ նորմալ դարձավ։ Քնություն էր անցան։ Հիվանդություն էր իհարկե, դա Աստված չէր բեր այդ հիվանդությունը, մրսել էր, հետև մի մրսելուց էր շատ ծանր էր տանում, թույլ էր ծնվել երեխաս, բայց Աստված ողորմեց, բժշկեց, նաև այդ թույլ ծնվելու հետևանքն էլ բուժեց։ Բժիշկներն ասում էին սրտի արատով է լինելու նա, այդ էլ բուժեց, արատ էլ չունեցավ, ողորմեց Աստված, նաև բուժեց ինձ, որ կռապաշտ չլինեմ։ Ողորմեց Տերը, շնորհակալություն Տիրոջը, ճիշտ է փորձություն էր, դժվարություն էր, բնականորեն եկած, սակայն Աստված միջամտեց եւ ինձ բժշկեց եւ իմ երեխային, այդ չարիք Աստված չէր բերել, բայց քնության պատճառ դարձավ։ Ուշադրություն դարձրեք, շատ մարդիկ նկատում են, որ կարծես մի անեծ կա իրենց վրա, կամ ինչ-որ մի ժառանգական հիվանդություն է, ժառանգեգուց են պապերիցս, նայում ես հայու, շատերը նկատում են կա այդպիսի բան։ Դարձել եմ ասում, բայց ոնց որ տեսնում եմ իմ պապիս հոր կամ տատիկիս հետ կապված ինչ-որ բաներ եկել են ազդեցություններ ինձ վրա։ Մարդիկ ուզում են ազատվել այդ անեծքներից։ Եվ ուշադրություն դարձրեք, Գաղատացիս նամակում հետարքիր է խոսում Պողոս Առաքյալը, գիտեք, Աստծո օրենքը սուրբ է, բարձր, Աստծո օրենքը ցույց է տալիս իրավունք, արդարություն,
Աստծո օրենքով որ կրթվում ես, նաև կարողանում ես տեսնել անեծքների պատճառը։ Կարդում եմ 3-րդ գլխից Գաղատացիս նամակի 3-րդ գլխի 10 համարից, որոնք որ օրենքի գործերից են անեծքի տակ են, քանի որ գրված է թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չի կենում, այսինքն չի ապրում օրենքի գրքի միջի բոլոր գրվածքների համեմատ, որ ամենը անե։ Օրենքը ցույց է տալիս, եթե դու այս սահմաններից դուրս գաս, անեծքի տակ ես լինելու։ Օրենքը բարի է, բայց եթե օրենք չլիներ, մարդը չէր տեսնի, ինքը գնացել է մի ճանապարհով, որ անեծքի տակ մտավ։ Սակայն օրենքը ցույց է տալիս, բայց անեծքից չի ազատի քեզ։ Եթե մեկը կամենում է օրենքը կատարելով անեծքից ազատվի, դա էլ չի կարողություն չունի։ Մարդը զգում է, որ գերի է։ Եվ եթե օրենքով ոչ ոք չի արդարանում Աստծո առաջին, դա հայտնի է, որովհետև արդարը հավատքից կապրի։ Բայց օրենքը հավատքից չէ, այլ նրանց կատարող մարդը կապրե նրանով։ Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, քանի որ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Նախորդ գրված էր, որ պիտի Քրիստոս խաչվի և մարդկության անեծքը իր վրա վերցնի, անիծյալ լինի նա, որ փայտից կախված էր։ Արդարը անեծքի արժան չէր, բայց անեծք կրեց, փայտից կախվեց, խաչվեց։ Եվ մարդկության այդ անեծքը իր վրա վերցրեց, սակայն ով այդ օրհնությունը կընդունի, ով որ ընդունի Հիսուսին, հավատքով կապրի մարդը։ Օրենքը բացահայտեց, որ դու անեծքի տակ ես, քո անձնական մեղքերից, քո նախնիների մեղքերի պատճառով անեծք կա քո վրա, դու էլ ես նկատում, արի Տիրոջ առաջ, խնդրի Տիրոջից, Տեր ների ինձ էլ իմ պապերին էլ, կուրք պաշտեցին իմ հայրերը, իմ մեծերը կռապաշտության հետևեցին, թողեցին արդարության ճանապարհը եւ իրենց վրա եւ իրենց սերունդի վրա անեծք են բերել, որի մեջ եմ ես։ Ների իմ պապերի մեղքերը եւ բժշկի նաեւ ինձ, ողորմիր ինձ։ Սա հավատք է դեպի Քրիստոս, որ Քրիստոս անեծքը վերցրեց իր վրա։ Նաեւ այս աղոթքը ընտրություն է, երկրորդ քայլ։ Եթե ես միայն ասեմ Տեր Աստված ինձ այս անեծքից ազատիր հանուն Հիսուսի, սակայն նույն ճանապարհով գնամ, որ իմ պապերն են գնում, չեմ ազատվի անեծքից։ Նույն սովորություններով ապրեմ, որ նրանք են վարվել, որի պատճառով անեծք են բերել իրենց վրա եւ այդ անեծքը հասել է ինձ վրա եւ չեմ ետ դառնում այդ անիծյալ ընթացքից, չեմ էլ ազատվի։ Երբ որ մարդը դատապարտում է նույնիսկ իր նախնիների սխալ արարքները, կռապաշտությունները, չար արարքները, այսինքն ինքը որոշում է կայացնում, արտահայտում, որ ես դա չեմ անի։ Դու դրանով չես անարգում քո հայրերին, մերժում ես չար արարքը, դրանք տարբեր բաներ են։ Այսինչ մարդը իմ հայրն է, բայց նրա արարքը անեծք բերող է, ես չեմ հավանում։ Ես ընդունում եմ Աստծո կամքը, ինչպես Դանիել էր աղոթում, ների մեզ, մեր հայրերին, որ թողեցին քեզ յոլտար աստվածների ետևից գնացին, կամ մի չար ճանապարհի ետևից գնացին, նայում ես ազգ ցեղ կա, որ շահի համար իրար կուտեն, ների ինձ, իմ պապերին, որ շատ ագահ են, շահասեր, դա ես չպիտի ժառանգեմ, եւ այդ ժառանգությունից հրաժարվում եմ, ինձ ազատիր։ Ազգ ցեղ կա, որ նայում ես գովասանքով խոսում են, որ իրանք անհավատարիմ են իրենց կնոջը։ Մի հատ էլ հենց կնոջ ներկայությամբ էլ կխոսեն։ Եվ եթե դու էլ հավանես, ասես, դե մեր մեծերը էսի նորմալ բան են համարում, այդ անեծքն էլ կգա քո վրա։ Ես չեմ ուզում դա հավանել, չեմ հավանում դա, ես չեմ ուզում այդ անեծքը գա իմ վրա, այս սովորությունը գա իմ վրա, Տեր, ինձ էլ ազատիր, սրբիր ամեն այն վատ սովորություններից, նիստուկացից, արածքներից, որ իմ պապերը, իմ հայրերն ունեցել են, և այսօր ժառանգել եմ ես,
Մերժում եմ այդ ամեն օտար բաները, որ քեզանից չեն։ Շատ բաներ չենք կարող նկատենք։ Ողորմի մեզ Աստված ու բժշկի մեզ։ Ազատի մեզ ամեն անեծքներից, որ գալիս են մեզ վրա։ Այո, կան դժվարություններ, ցենց ասա արարքներ, որ դու եթե հետևում ես, այսօր հավատում ես Հիսուսին, բայց հետևում ես քո նախնիներին, արժան է, որ այդ անեծքներն էլ քո վրա գան։ Բայց եթե թողնում ես քո նախնիների վատ արարքը եւ ընդունում ես Հիսուս Քրիստոսին քեզ փրկիչ, իմացիր, որ այդ անեծքներն էլ, հետևանքներն էլ կվերցնի։ Սակայն նաև միաժամանակ պիտի ճանաչեք Քրիստոսի բարձր մեծ լինելը։ Մարդիկ ասում են, եթե այդ գուրքին ես թողնեմ, քանդեմ, մերժեմ, կարող է չարընձի վնասի։ Քրիստոս հզոր Աստված, նրանից մեծը չկա։ Եվ մենք այսօր մերժելով ամեն չարարարք, դառնալով Քրիստոսին, պատկանում ենք Քրիստոսին։ Քեզ կպնելու համար պիտի Քրիստոսին հաղթեն։ Քրիստոսին հաղթել հնարավոր չի։ Ինչպես հաղթեն նրան։ Աստված, ամենուրեք լինող Աստված, ամենակարող Աստված, ամենագետ հզոր Աստված, երկինք երկիր ստեղծող Աստված, հրեշտակներ ստեղծող Աստված, այդ սատանան ինչպես պիտի հաղթի Հիսուսին, որ մի կեր քեզ վնաս տա, որ իրեն չես պաշտում։ Աստված մեծ է, Քրիստոս մեծ է, նա է մեր փրկիչը։ Եվ հզոր Հիսուսը իր առաքյալին, որ ուղարկում էր Պողոսին, տեսեք ինչ է ասում, Գործք առաքելոց 26:18, ուղարկում եմ քեզ, Պողոսին է ասում, որ նրանց աչքերը բացես ժողովրդի, ազգերի, որտեղ որ կգնաս, նրանց աչքերը բացես եւ խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Կյանք ստանան, սուրբերի հետ ժառանգության արժանանան, սատանայի իշխանությունից դուրս գան, մերժեն։ Իհարկե որոշողը դուք եք, մենք ենք։ Հաղթող Հիսուսն է, փրկիչը մեր Տերն է, նրան լինի փառք հավիտյան, ամեն, աղոթենք։